իհարկե ընտրարշավ է գնում, բոլորս էլ մեծ սպասելիքներ ունենք։ Ես ասեմ ձեզ, որ ամեն օր երբ հավաքում ենք այս հրապարակում, ժողովուրդը միայն մի բանի մաս է խոսում, Արցախյան հիմնախնդրի հարցը մեր գյուղի որտեղ մենք սահմանամերձ ենք եւ կպածենք, ամենամեծ հարցերից մեկը դա է։ Հիմա ամեն օր այդ է, մեր ուրիշ խոսակցություն չունենք։ Հիմա առաջինը, այս վերջում իհարկե այդ հարցի կապակցությամբ բավականին լավ եւ վատ բաներ ասվեց։ Մեր հիմնական խնդիրն է, ով որ կլինի նախագահ, այդ հարցը պետք է լուծի ժողովրդի կամքով։ Ախպեր, կռվողը ես եմ, կռվողը իմ տղես է, այս մարդու տղեն է։ Այս ձեռք բերածը եթե նորից կորցրեցինք, ուրեմն երևի մի 50 տարվա պատմություն կունենա, ինչպես մեր յուղը, այնպես էլ Հայաստանը։ Երկրորդը, նորընտիր պրեզիդենտը սոցիալական հարցերում։ Ինչու մենք Ղարաբաղյան շարժման եւ այս շարժումների ընթացքում նույնիսկ մենք կոմունիստներս էլ գնացինք հերթականների հետևից, ինչու։ Որովհետև դրանք այնպիսի մի նուրբ տեղից էին բռնել գործը։ Դա մեր ժողովրդի ամենանուրբ տեղն էր Արցախյան հարցը։ Թե չէ մենք գիտեինք, որ այսպես է լինելու։ Մենք գիտեինք ինչ է ներկայացնում կապիտալիզմը, ինչ է ներկայացնում մնացած հասարակարգը, մենք գիտեինք։ Բայց հանուն այդ բանի, եթե այս հարցը գնաց փակուղի, այն ժամանակ ես չգիտեմ ինչ պետք է տեղի ունենա։ Առաջինը պետք է հարցում ասել, երկրորդը մեր լրատվական միջոցները, նույնիսկ սկսած հեռուստատեսությունից, ինչպես նաև թերթերը, բամբասանքներով լիք են։ Մենք էլ գիտենք այդ բանը։ Դրանք ոնց որ ասում են փողոցային խոսքեր են, ոնց որ մենք ենք ստեղ զրուցում։ Հա, ճիշտ է, մենք այստեղ եղածներս Լեոն Տեր-Պետրոսյանը 7 տարի ծափարել ենք, իրեն սխալներով հանդերձ։ Բայց այսօր էլ մարդ անհարմար է զգում։ Իհարկե պիտի ասեմ, որ մեր գյուղի համար սոցիալական հարցը ամենակարևոր հարցերից մեկն է։ Դուք պատկերացնում եք, ես 65 անց մարդ եմ։ Երկու տարի երկու անգամ թաղում եմ գնացել։ Երևան չեմ կարողանում գնամ, Եղեգնաձոր չեմ կարողանում գնամ։ 4000 ռուբլի թոշակ եմ ստանում։ Եթե մի անգամ գնամ Եղեգնաձոր կամ ուրեմն իմ ընտանիքս այդ ամիս պիտի ոչ միայն իմը, բոլորի արունս եմ ասում։ Իսկ Եղեգնաձոր գնալ կարել 1000 դրամ է, ուղիղ 1000։ Եթե հələ մի քիչ Այդ բկլիկ մարդերի գոնե մի կտոր ընդեղած պանոդի մի 3000 մանետ արտնած կնստի։ Ստեղ ասողները ճիշտ ասեցին։ Հաղորդակցության միջոցները սարսափելի վատ են, սարսափելի։ 4-5 ամիս է ընծեր ունեն որ խոսում էր, իրա թորնիկի տայել են բանակ, չգիտի որտեղ է։ Ես კი հերու չեմ գնում։ Հենց մեզ մոտ ծառայում են Երևան քաղաքից, Գյումրիից, շատ տղաներ, բոլորը հետ խոսում ենք։ Ազնուությամբ եմ ասում, եթե այս հասարակության անդամները չլինեն, այդ զինվորների 90%-ը կփախչի։ Որտեղ լավից վատից պահում են, ազնվությամբ։ Կատումածուն գոնե, հա։ Ոչ միայն կատումածուն։ Եվ այդ խեղճ երեխեքներ հիմա գալիս են հայրիկ կամ ձեր տանից հեռախոսով խոսեմ։ Գալիս է խոսում է մինչև Գյումրի մի 1000 դրամ անում։ 5 օրից հետ թողնում է գնում։ Շատ են չեն համաձայնում։ Ինչ մի դժվար բան է գոնե դրանց հետ նամակ բանը տանեն բերեն, էլի, ոչ մի դժվար չէ։